առավոտ երբ ես հարցազրույց տվեցի առաջին EM-ին, այդ պահին դեռ չէին ընտրել։ Հա, եւ անցած օրերի ընթացքում ես մի քանի տարբերակ նկարագրել էի, երբ ԿՊ-ն որոշում է, որ միահամուռ դեմ է քվեարկելու կամ միահամուռ կողմ է քվեարկելու կամ չի մասնակցելու քվեարկությանը, նույնն է, էլի այդ բաներից տարբեր արդյունքներով մի տարբերակը նշել էի, որ սա է տալ այնքան քվե, որպեսզի այդ մարդը դառնա ազգային ժողովի նախագահի տեղակալ 12-13 քվե, 13 բարձվեց եւ մեկնել այն որոշումը կարող էր լինել, թե ԿՊ խմբակցությունը քննարկել եւ որոշել է թողնել խմբակցության պատգամավորների հայեցողությանը, ով ինչպես ուզում է, թող քվեարկի։ Եվ ԿՊ-ն ընտրեց ամենավատ տարբերակը, ինչ է ամենավատը, հիմա կասեմ։ Ըստ Ռուբինյանի գցել բռնել հաշվել են, որ այդ մարդուն Արամ Վարդևանյանին, որին Օսկար պիտի տային իրանք ինչ պիտի անեին, հա, խոսում էին այդ մասին, դերասան է, արտիստ է, սեն է, քննադատում էին, էլի։ Ընտրվելու համար հարկավոր է առնվազն 13 քվե, գումարած են 40 քվեն, 28-ը ուժեղ Հայաստանից, մեկը բանում է, ինչ է անունը, տնային կալանքում է, 12 հոգի էլ բանից։ Հայաստան դաշինքից 40 եւ պակասում է 13 քվե, որ լինի ազգային ժողովի падգամավորների թվի կեսից ավելին, հա, 53 քվե լինի, որպեսզի ընտրվի։ Ընտրել է այդ տարբերակը, իսկ դա նշանակում է, որ նախ որոշել է, որ ամենակարևոր հանգամանքը սա է քաղաքացիական պայմանագրի գնահատմամբ ընտրակաշառքով խորհրդարանում հայտնված մարդիկ, այս դեպքում այդ մարդկանցից մեկը պիտի իրավունք ունենա դառնալ ավելի բարձրաստիճան պաշտոնյա, քան մնացած падգամավորներն են։ Այն մեկը ժողովրդի ընտրությամբ էին եկել այդտեղ լծվել, ըստ ԿՊ-ի, ժողովուրդ ջան, չգիտենք, սուրբ են, բոլորն այնտեղ սուրբ են, քանի դեռ դատված չեն, ինչպես գիտեք։ Պիջակները որ հանեն, դրա համար չեն անում պիջակները, դուք կտեսնեք, թե ինչ թևեր են այնտեղ հրեշտակի թևեր են աճած, թաքցված բանի տակ, հա, եթե կտեսնեք ինչ-որ մայկով ելույթ ունեցող, իմացեք, որ հրեշտակի թևերը թիկունքին ցիկ կապած են, որ չերևա, էլի, հա, թե ինչ հաշիվ է, էլի, ինչ բմբուլներ են վրեք կտնգերներ։ Ահա այս մարդիկ որոշեցին, որ պարոն Փաշինյանի ասած 100%-ով ընտրակաշառքով ընտրված падգամավորներից մեկը պիտի դառնա խորհրդարանի փոխխոսնակ։ Ասենք եթե 3 հոգին միամիտ հիվանդանա, մեկը կնունկ գնա, մեկը գրիպ լինի, մյուսը ինչ է անունը, գործողման լինի, Ռուբինյանը, Կոնջորյանը եւ Վահագն Ալեքսանյանը ազգային ժողովը նախագահելու է, հարգելի բարեկամներ, ըստ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի, որտեղ չեն կարող չէ՞ կարծիքները տարբերվել իրարից, որտեղ դա կարծիք չէ, ընդհանրապես քաղաքական գնահատական է։ Փաշինյանը 275%-անոց համոզմունքով հայտարարել է, որ խորհրդարանում եղած այդ ընդդիմությունները այնտեղ հայտնվել են ընտրակաշառքի միջոցով, այսինքն հանցագործ ճանապարհով, քրեական հանցագործ ճանապարհով։ Այդ մարդկանցից մեկը հանցագործը ըստ Փաշինյանի հանցագործ ճանապարհով ներողություն, այնտեղ հայտնված մեկը կարող է դառնալ ազգային ժողովի նախագահի տեղակալ, ինչի կապակցությամբ սրտան շնորհավորում եմ իհարկե քաղաքացիական պայմանագրին, ուժեղ Հայաստանին եւ հայ ժողովրդին, որը պիտի վճարի հարկ ու տուրք, որպեսզի այդ լուսապայծառ անձանց ռոճիկ տան եւ ընտրողներին եւ ընտրվողներին։ Ու բանը ովքեր են եղել այդ 13 հոգի են, ինչու եմ ասում, այստեղ կրկնագի երագի, քառակի հանցագործան կա, խայտարակություն կա։ Այսինքն խմբակցությունը որոշել է եւ 13 հոգու ասել է գնաք քվեարկեք այդ մարդու օգտին, փակ գաղտնի քվեարկություն։ Կամ որոշել է, որ պիտի դարձնի խորհրդարանի փոխխոսնակ Արամ Վարդևանյանին եւ հարցրել է կամավորներ կան հարգելի 64 հոգի։ Միշները մարդ կա, որ կկամենա կամավոր խայտարակ լինել։ Չգիտեմ, որ տարբերակն է աշխատել, չգիտեմ, կիմանանք սա մի օր թե ոչ, բայց ֆակտորը իմացել էր, թե ովքեր են այդ լուսապայծառ շատ իմաստուն, կեր իմաստուն, հանուն համերաշխության, հանուն հայ ժողովրդի բարեկեցության, էլ ինչ կար, խորհրդարանական առաջընթացի, եւ սա պատահական չէ, որտեղ սրան հաջորդած իրադարձությունները այսօրվա խորհրդարանի վկայում են, որ սա շատ կոնկրետ դիրքորոշում է։ Իրար հետ լավ լինել։
ժողովուրդը ինչ կմտածի դու բերանս ինչ եկավ ճանդամ մտածի ում ժոլուբին է թե ժողովուրդը ինչ կմտածի իրենց ընտրողները ինչ կմտածեն ես երեք իհարկե հարցում էի տրել իմ երեք չառաջորը հա YouTube-յան էջում թե ինչ եք կարծում ժողովուրդ ջան խորհրդարանը ինչպես կվարվի կընտրեն չեն ընտրի հարցումների ամփոփում 3-4 օր արեցի հիմա ուրեմն այդ արդյունքները 3-4 օր առաջվա կարդամ հետո կգամ այսօրվա բանին էլի տվյալներին կնդրվի արդյոք Արամ Վարդևանյանը ԱԺ փոխնախագահի պաշտոնում 3600 հոգի պատասխանել է այս հարցին այո կնդրվի 21%-ներ այդպես համարում դեռ 3 իրիկուն էլի չի ընդրվի 72%-ներ այդպես կարծում իմ ալիքը տիտողների կարծիքն է դժվար հարց է 7%-ն է ասել ես էլ ասի որ ինձ համարել է դժվար գուշակել այսօր հարցում եմ տրել որին մասնակցել է 785 հոգի արդեն ինչպես է գնահատում ԿՊ աջակցությունը քաղաքացիական պայմանագրի աջակցությունը Արամ Վարդևանյանի ՀՀԱԺ փոխխոսնակ ընտրվելուն ինչպես է գնահատում հարգելի հայրենակիցներ շատ լավ բան արեց ճիշտ քայլ էր 34%-ը այդպես է գնահատում անտարբեր եմ 17%-ն է ասում քաղաքական սխալ արեց 39%-ն է այդպես կարծում ամոթալի վարմունք էր նման աջակցությունը 10%-ն է այդպես կարծում ես այդ 10%-ի մեջ եմ էլի հա այսինքն 49%-ը ինչ հետաքրքիր տոկոս ստացվեց ժողովուրդ այդ թիվը մոտավորապես ԿՊ-ի ստացած տոկոսներն էին ընտրությունների ժամանակ 49%-ը համարում է որ կամ սխալ է արել կամ ամոթալի վարմունք է եղել նման աջակցություն համենայն դեպս այդ 49%-ը գերազանցում է դրական գնահատական տվողների տեսակետին այս ալիքում հաղորդումները հետևողների կարծիքն է օրվա ընթացքում ես հասցրել եմ հետևել բազմաթիվ մեկնաբանությունների դրանցում նկատվում է հետևյալը բոլոր նրանք ովքեր ուղնուծուծով հոգով սրտով լյարդով կույրաղիկով պաշտպանում են ԿՊ-ին կապ չունի ԿՊ-ն ինչ է անում էլի հա Փաշինյանը ճիշտ է սուրբ է քիչ առաջ օրինակ կարտացինք էլի իր խելքի նման խելք չկա ալամ աշխարհում եւ իհարկե հայոց աշխարհում նրանք համարում են որ գիտեք դա սահմանադրության պահանջն էր եւ չէին կարող դա սահմանադրությունը առավոտից իրիկուն 75 անգամ խախտվում է մարդու իրավունքների պաշտպանի ինչ պետքն է խորհրդարանական մեծամասնությունը հա դե գիտենք էլի դե հա դե հասկացանք բաման կամ եթե նույնիսկ սահմանադրության պահանջն է ենթադրենք քաղաքացիական պայմանագիրը պարտավոր է իր կարծիքով ընտրակաշառքով ընդրվածին դարձնել ազգային ժողովի նախագահի տեղակալ հա սահմանադրությունը նման պահանջում է իսկ սահմանադրությունը չէր ասում որ պիտի ընտրությունները ազատ արդար լինեն ասում էր չէ ոնց որ թե հա ժողովուրդը իր կամք արտահայտում է ազատ արդար ընտրությունների միջոցով կամ եթե հանգարց ընտրությունները ազատ ու արդար չեն եղել ով այդպես է համարում իրավունք ուներ դիմել դատարան ուներ չէ 7 քաղաքական ուժ այդպես են համարել դիմել են դատարան մերժվել է իհարկե իրենց բողոքը հասկացանք քաղաքացիական պայմանագիրը լուրջ խնդրեմ ունի երկբության սինդրոմի մեջ է тут помню а тут нет հա առավոտ sense եմ մտածում իրիկունը նես մյուս օր առավոտ նորից այսպես եմ մտածում իրիկունը այնպես Փաշինյանը եւ ԿՊ-ի վերնախավը համարում է որ ընտրակեղծիքներով են այս մարտիկ եկել այնտեղ բայց համանդրական դատարան չի դիմում ինչի չեք դիմում համանդրական դատարան ուր եք դիմում բա ուր եք դիմում ուր պիտի դիմեք լավ մի նոմինալ երկրից եկել են Փաշինյանին ասում են պարոն Փաշինյան մեզ մի խորհուրդ տվեք մեր երկրում ընտրությունները կեղծվել են 3 օր ունենք դեռ բողոք հարգելու, վիճարկելու, ցույցի հնարավորություն ունենք, բողոքի ակցիա, ինքնակիզման, ինքնահրկիզման, հացադուլի, դու չգիտեմ բարիկադ սարքելու, զինված ապստամբության, ինչ խորհուրդ կտակ մեր քվեները զգալիորեն նվազեն, որտեղ մյուսը ընդրակեղծիկ է կիրառել, ընդրակաշարք բան։ Դուք որպես փորձառու քաղաքական գործիչ որը հեղափոխություն է արել Հայաստանում, խոստացել է ամենայն բարիք, վերջում տեսակ ինչ եղավ, ինչ խորհուրդ կտակ Փաշինյանը ինչ խորհուրդ պիտի տա։ Պիտի ասի լավ դե հաշտվեք գնացեք խորհրդարան ու ընտրեք այն մարդուն, ով ընդրակեղծիկով, ընդրակաշարքով է հայտնվել խորհրդարանում։
Սա պատասխան է բոլոր նրանց, ովքեր փեշերը փռում են, ժողովուրդ ջան, այդքան փեշ չեք կարող ունենալ։ Ինչպիսի պլիս կիսաշրջազգեստել ունենաք, այն բանն է զիգզակ կոֆրե տղամարդկանց համար եմ ասում։ Հա, այն որ մեծ երկրակնդի բանը երկրակունդը ծածկող հասարակածը 40,000 կիլոմետրանոց եզրակացող շրջազգեստ ունենաք, այդ փեշերի տակ KPIS արած առնել չեք կարող։ Փեշերդ մի փռեք վրեն։ Փեշերդ մի փռեք անպատասխանատու, անբարոյական որոշում կայացնող քաղաքական ուժի վրա։ Կամ ասեք, որ Փաշինյանը ստել է։ Հա, այդպես է ստացվում։ Ստացվում է, որ եթե դուք համարում եք, որ այս մարդը կարող է լինել ազգային ժողովի փոխնախագահ, Փաշինյանը երևի սխալվել է։ Երևի խորհրդարան չանցած քաղաքական ուժերին էին նկատի ունեցել, ասելով, որ բան են արել, այդ մարդիկ ընտրվել են ընտրակաշառքի միջոցով։ Մի պատմեք, թե սահմանադրությունը ասում էր, պիտի սահմանադրությունը լիքը բան է ասում, որ առավոտից իրիկուն ոտնատակ է տված։ Սահմանադրությունը բավական է, որ ասում է ազատ կամ արտահայտման միջոցով պիտի իշխանությունը ձևավորվի, միայն դա հիմք պետք է լիներ, որ ձեր սիրելի Փաշինյանը եւ ԿՊ-ն ընտրություններին մասնակցելու իրավունքից օրենքով շատ կոնկրետ իրավական գործողություններով զրկած լինեին մի խումբ քաղաքական ուժերի եւ քաղաքական գործիչների։ Դա չի անում։ Բայց այնտեղ որտեղ պետք է այդ մարդուն ընտրել ազգային ժողովի նախագահի տեղակալ, այնտեղ անում է։ Հələ հիշեք նախորդ գումարման ժամանակ ազգային ժողովի նախագահ ընտրել երրորդ փորձից։ Ինչ որ մի Ղազինյանի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ 10 փորձ 1 2 3 10 փորձով Ղազինյանին չընտրեցին ազգային ժողովի պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ։ Սահմանադրություն չկար այն ժամանակ, հա? Սիրեցիք սահմանադրությունը, do you like it? Հա, ամերիկացիք են ասում, սիրեցիք, դուրեր դե գավ է դարանքը, հա, սահմանադրության այդ դրվագները կայֆ է, չէ, այսինքն երբ պետք է սահմանադրությունը քաշում եք վրեքդ, երբ հարմար չէ, ասում եք, հետո ինչ որ սահմանադրությունն է ասում, սա խայտարակություն է, սա երկերեսանիություն է, սա կրկնակի, երկակի, տով ախպեր, երակի, մի քիչ էլ որ փորենք կգտնենք, էլի երրորդը ստանդարտ է, թե համարում եք իսկապես, որ ստեղ բոլորը քյալ են ու կարող եք ասել, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, եթե ավելի կեշ ձևակերպումը չտամ, հա, որ թափառում է աջուձախ, հա, չէ, միամիտը դուք եք, այնպես չէ, որ էլի Հայաստանյան Հանրության մեջ բոլորը քյալ են այնքան, որ սահմանադրության պահանջն է արդարացումը համարեն այդպես հիմնավոր պատճառ։ Ովքեր էին այդ քաջերը, այս մարդկանց պարտադրել եք, թրաֆիքինգ եք արել, ինչ եք արել, ով է այս մարդկանց ասել գնացեք քվեարկեք, լրագրողները այս մարդկանց առաջիկայում կխոշտանգեն ըստ երևույթին, փոխաբերական իմաստով, Վիլեն Կապրելյան, շատ ափսոս, ես Վիլենին միշտ բարձր եմ գնահատել, այսօր էլ առաջադրվեց որպես պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, որպես այդ հանձնաժողովի նախագահ վատ ընտրություն չէ ճիշտն ասած։ Բանը Վիլեն Կապրելյանը քվեարկել է Արամ Վարդևանյանին ազգային ժողովի նախագահի տեղակալ ընտրելու հարցին կողմ։ Փակ գաղտնի քվեարկություն, հա։ Սիսակ Կապրելյան։ Ինչի, պարոն Կապրելյան։ Միշտ էլ բարձր եմ գնահատել պարոն Կապրելյանի կարողությունները տերը, այս որոշել է, որ ընտրակեղծիքով ընդրված է, կամ համաձայն չեմ պարոն Փաշինյանի հետ այս մարդիկ։ Ոստեղ կարելի է փորփրել ու ղժալ էլի ահագին, բայց այլա չկա, կյանքը կարճ է։ Արուսյակ Մանավազյան, բանը, ինչ է, խմբակցության ղեկավար, հա։ Լուսինե Պադալյան, նախկին լրագրող, առաջին եմ եւ այլն։ Զարուհի Բաթոյան, այստեղ դժվար է ասել, լավ չեմ հիշում, էլի ճիշտն ասած, тут помню, а тут нет, էլի, հա։ Երևի քվեարկությունից հետո էր, որ խաղ էր խաղում այդ բանով, էլի, հա, Զարուհի Պաթոյան անունը լիարժեք հիշեցինք, էլի, դե լիարժեք կարող է չհիշենք։ Նազելի Բաղդասարյան, աչքերս լույս, Նազելի ջան, այս ինչ աչքալուսանք, սահմանադրությունը լավ բան է, չէ, կարևոր է սահմանադրությունը, այդպիսի բաներ, Սերգեյ Պակրատյան, հա, Տրթած Սարգսյան, Պապկեն Թունյան,
Պապկեն Թունյան տնտեսագետ, բանը Հարևան Պողոսի ամբողջ էպոպեայի հեղինակը, Վահե Ղալումյան, նախկինում տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահը, ու այլևս չի լինելու նախագահ, որովհետև տեղի ունեցան այսօր իրադարձություններ, հանձնաժողովի նախագահ չի լինելու, Սարգիս Խանդանյան, լրագրողների բենեֆիս է այսօր, Սարգիս Խանդանյան, Սիսակ Կապրելյան, Մեղայասու Նազելի Բաղդասարյան, Լուսինե Պադալյան, Միշների խեղճերին եք կդել, ասել եք, լրագրող եք գնացեք քվեարկեք, էլի, մի բան չկա, Արուսյակ Ջուլհակյան, շատ ափսոս, չգիտեմ էլ ոնց ասեմ, շատ ցավում եմ, Վալոդիա Հակոբյան, էլի մեկ լրագրող, էլի Գյումրուց, Այս բերի տակից դուշ չեք գալու դուք։ Եվ հույս չունենաք, թե այս 5 տարվա ընթացքում է լինելու այս բերը։ Մնացած ձեր բոլոր կարիերայի ընթացքում, հետո թարգեք գնաք խոս պահեք, ոչ ոք չի հիշի, կամ ասենք վիճակագրության մեջ մնացած կլինի, կյանք այնքան հարուստ իրադարձություններ կան։ Ընդհանրապես հաղորդակցության տեխնոլոգիաները հուշում են, որ այս 13 հոգին պարտավոր է ինչ որ գործողություններ եւ իրադարձային բաներ մոգոնել իրենց հետ կապված, բարեգործական ակցիա, ընտանեկան վիդեոներ, բալիկների հետ, պապիկի հետ, տատիկի հետ, փողոց մաքրել, բիչոք հավաքել, որպեսզի մարդիկ, սա տեխնոլոգիա է, հուշում եմ, եթե չգիտեք, գիտեք ըստ երևույթին, բարեգործական ճաշարան բացել կամ գնալ, ինչ է անունը, ծերերի տուն ինտերնատ, երեխաների տուն ինտերնատ, սկսել կիրակի օրերը ինչ որ գործեր անել, որպեսզի լրատվական հոսքերը սկսեն շեղվել այդ ուղությամբ, մարդկա կասի ձև են անում, բան, մարդել կա կասի այ մալադեց ու քիչ-քիչ սկսեն մոռանալ, էլի, թե դուք ինչ եք արել այսօր։ Ինչ եք արել այսօր Վիլեն Կապրելյան, Սիսակ Կապրելյան, Արուսյակ Մանավազյան, Լուսինե Պադալյան, Զարուհի Պատոյան, Նազելի Բաղդասարյան, Սերգեյ Պակրատյան, Տրտած Սարգսյան, Պապկեն Թունյան, Վահե Ղալումյան, Սարգիս Խանդանյան, Արուսյակ Ջուլհակյան եւ Վալոդիա Հակոբյան։ Մարդկա չեմ ճանաչում, մի հոգի կա, ճիշտն ասած, այս խմբի միջից, մյուսներից չէի սպասում, հետ չէի սպասում, թե ընդունակ են նման բան անելու, էլի, արել եմ փաստ, կոնե պատասխանատվությունը կիսեին իրար մեջ, բոլորը գնային քվեարկեին, լավ ասեին, հիմա այստեղ պատասխանատվությունը ոնց որ թե եկել դարսվել է այս մարդկանց վրա, այսպիսի տխուր պատմություն, ամեն անգամ այս մարդկանց տեսնելիս, հիշելիս, ելույթները լսելիս, պետք է ասենք, ընկեր դու այն տղեն չէիր, որ ընտրել էիր բանին, Արամ Վարդևանյանին որպես ազգային ժողովի նախագահի տեղակալ, ընկերուհի դու այն ընկերուհին չէիր, որ ընտրել էիր, ինչու այդպես վարվեցիք, ինչ կա տակը ստեղ, չեմ ուզում մտածել, որ հիպոթեք է, վարկ է, չգիտեմ, այս ծևի խայտարակություն սարքել լսնել սեփական ընտրողների վրա, կամ ընդհանրապես իրենց չընտրողների վրա նույնիսկ։ Այս կենացի վրա մենք պիտի իհարկե հիշենք այն բոլոր քաղաքական ուժերին, որոնք հանցագործ ճանապարհ չեն անցել, որոնք նորաստեղծ են, որոնք մաքուր փողերով են կուսակցություն ստեղծել, նրանցից այն խմբին, ովքեր բերանները ջուր առած 7-8 տարի համբերատար կերպով նայում էին, թե ինչպես Փաշինյանը չի մաքրում տատաիրավական համակարգը, ինչպես Փաշինյանը չի մաքրում կեղտոտ փողերը, զզվելի, կարշելի, կողացած, թալանած կապիտալը, այսպես կոչված քաղաքական գործիչների եւ նրանց ստեղծած կուսակցությունների տակից, որոնք համբերատար, սուս, քաղցր, մի թեթև, հուշողական, ինչ որ անունը, ուղղորդիչ տեքստեր էին գրում կամ մի կծկտուր ելույթ էին կամ ընդհանրապես ծպտուն չէին հանում բերանները ջուր առած, թե ինչպես Փաշինյանը չի մաքրում սև կապիտալով աշխատող լրատվամիջոցների տակից։ Ու հետո ընտրությունների ժամանակ տարան մինչև 2% քվե։ 2% ու չգիտեմ քանի 10-ական բան քվե։ Լավ եք, կերակ, լավ է, հաճելի է։ Ու այս համատեքստում տեսնում եք, չէ, ովքեր են դարձել խորհրդարանում падգամավոր եւ ինչպես են իրենց կարիերային աճը ձևակերպում։ Մարդ, որի մասին քաղաքացիական պայմանագիրը անցած 2-3 օրերին տեխնացությունը քննարկելիս ոչ մի դրական արտահայտություն չի արել։ Գուցե 1-2 է եղել, բայց դա փոքրիկ բացառություն է ամբողջ ծավալի մեջ, էլի։ Հարցազրույցների մեջ էլ չեմ լսել, որ ինչ-որ չտեսնված
չտեսնված գլուխ է Արամ Վարդևանյանը, ճիշտ է ուժեղ Հայաստանից է, բայց թե, հա, այդպիսի բան կա էլի, հա, ճիշտ է, բան է, բայց բան է, պանցալի մի անձնավորություն է խորհրդարանի փոխոսնակ լինելով հսկայական օգուտներ է բերելու ազգային ժողովին, Հայաստանին, Հայաստանի հեղինակությանը, որտեվ դա միայն այդտեղ նստել նիստերը 4-րդ հերթին, առաջի 3 հոգին, առաջին, երկրորդ, երրորդ հերթին նախագահել է նշանակում։ Մեկը գնաց զուգարան, մյուսը հարցազրույց է տալիս, մեկը չգիտեմ որ, հա, այդ արանքը կարող է Արամ Վարդևանյանին ժամանակ հասնի, ինքը կառավարի նիստը, ղժապոռա, բայց արագնես կգան, կասեն, ընկեր ցախքաշի նստի, այսօր էլ էր այդպես Սահակին աթոռը հերու Վահագն Ալեքսանյանից հեռու էր նստել, հետո երևի ճոգեց, որ անհարմար է, աթոռը եկավ այն հեռավորության վրա, ինչ հեռավորության վրա էր Վահագն Ալեքսանյանի աթոռը Ռուբինյանի աթոռից եւ Հայկ Կոնջորյանի աթոռը Ռուբեն Ռուբինյանի աթոռից, հա, Ծախակողմյան, Աչակողմյան եւ այլն, իրենք չեն տեսնում, մենք տեսնում ենք էլի կադրից։ Հա, այդ մի երևելի բան չէ, բայց որ այս մարտիկ բանը ոչ մի դրական արտահայտում չունի, ես էլ չունեմ, էլի ճիշտն ասած, ժողովուրդ, այնպես չեմ տեսել էլի Արամ Վարդևանյանի բացառիկ մտքի փայլատակումը, որ երկրում կարող է լինել 6-րդ պաշտոնյա, կամ 7-րդ, կամ 5-րդ, ինչպես կուզեք էլի։ Ժողովուրդ ընտրելուց առաջ մի երկու դրական բան կասեիք գոնե, չէ, այս մարդու հատկանիշների մասին։ Թե դուք ուզում եք, որ մենք հավատանք, որ դուք ընդունել եք, որ դուք խամաճիկ եք եղել, 13 հոգուն է վերաբերվում սա։ Դերակատար, գործակատար։ Այսօր Համլետ եմ խաղում, մյուս օրը Մարկոս աղա Ալիմյան, մյուս օրը խաղում եմ Օթելլո, հա, մոտավորապես այդպես էլի, հա։ Լուրջ։ Տեսնում եք հրաշքները ինչպես են լինում։ Հայ ժողովուրդը այս խելքով եկել հասել է 21-րդ դար։ Սահմանադրությունն է պահանջում, է փոխեիք սահմանադրությունը ժամանակին։ Եվ կամ չընտրեիք, ինչ պետք է լիներ, որ եթե չէիք ուզում։ Հիմա ես տեսնում եմ, որ ուզում էիք ընտրել։ Եվ այլն, կներեք, եթե երկար եղավ, ներվերը չդիմացավ, հարգելի հայրենակիցներ, ներող կլինեք, մարդ ենք, հա, մենք էլ ենք, էլի, չէ, վերջահարգատու ենք, ինչ ենք, մոտավորապես այդպիսի դարդուցավի մեջ պիտի արտահայտվենք մենք էլ։ Անցնենք առաջ, ուրեմն հաջորդը իհարկե ազգային ժողովի, հանձնաժողովների, նախագահների պաշտոնների հետ է կապված է զրույցը, գիտեմ, շատերի դուրը չի գալիս, բայց թե հիմա ես է եղել։ Ըստ կանոնակարգ օրենքի ազգային ժողովի մշտական 12 հանձնաժողովները պիտի պաշխվեն հանձնաժողովների նախագահների պաշտոնները, տեղակալների պաշտոնները եւ հանձնաժողովների անդամները պիտի պաշխվեն ազգային ժողովի պատգամավորներով մեկ բացառությամբ ազգային ժողովի նախագահի տեղակալների, հա, մյուսները պիտի ներգրաված եւ պաշխված լինեն այս 12 հանձնաժողովներում։ Ինչ որ բացառություններ կարող են լինել, համենայն դեպս ազգային ժողովի նախագահը հերթով կարդում է քվոտաները եւ հարցնում է խմբակցության քարտուղարին, ներողություն, ղեկավարին, թե որ հանձնաժողովն է կընտրում։ Բանը քվոտաները բանն են, ասացի արդեն, հա, 7 հանձնաժողովի նախագահ պիտի լինի քաղաքացիական պայմանագրից, որովհետեւ քվեների ճնշող մեծամասնությունն է տարել, 4 հանձնաժողովի նախագահ պիտի լինի ուժեղ Հայաստանից, 1 հանձնաժողովի նախագահ պիտի լինի Հայաստան Տաշինքից եւ երբ սկսում է հարցումներն անել, սկզբում զույգ քաղաքացիական պայմանագիրը ընտրում է պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը եւ ընտրում է պետական եւ իրավական հարցերի հանձնաժողովը։ Տեղակալների պաշտոնները ընտրում են ուժեղ Հայաստանը եւ Հայաստան Տաշինքը, առաջինի եւ երկրորդի։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը ընտրում է ուժեղ Հայաստանը, այսինքն երրորդ քվոտայի առաջարկը արվում է ուժեղ Հայաստանին։ Քաղաքացիական պայմանագրից լինելու է այս հանձնաժողովի նախագահի տեղակալը։ Իրենց ռոճիկներն էլ է բարձր, դերակատարության մասին քիչ հետո մի քիչ կխոսենք, հա։ Քաղաքացիական պայմանագիրը եւս երկու, ուրեմն քվոտայի անուն է տալիս, իրենք են արտաքին հարաբերությունների հանձնաժողով, քաղաքացիական պայմանագիրն է ընտրում, տեղակալն էլ է քաղաքացիական պայմանագրից ընտրվում, քվոտան է ընտրվում։ Տնտեսական հարցերի հանձնաժողովն է ընտրում քաղաքացիական
պայմանագիրը ուժեղ Հայաստանն էլ ընտրում է տեղակալինը։ Հետո գալիս է ուժեղ Հայաստանի քվոտան, ուրեմն տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի հարցերով հանձնաժողովի նախագահը լինելու է ուժեղ Հայաստանից, իրենք են ընտրում, հետո Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տալիս, ճեպազրույց եւ մեջը բացատրում է, որ այս հարցերը իրենց համար շատ կարեւոր են, իրենք պիտի տեղական ինքնակառավարման հարցերով զբաղվեն, որովհետև ինքը լսել է տեղական կոռուպցիայի մասին, երբ համայնքապետերը գնումները կատարում են իրենց հետ աֆիլացված, այդ բառն է օգտագործում, հարակցված, ինչ-ինչ արտադրողների կամ ծառայություն մատուցողների, ասենք համայնքապետը հորոխբորտ նորություն չէ, եղավ 30 տարի է հայ ժողովուրդը ճպպում է յուղի մեղրի մեջ, էլ ասելու չէ։ Նոր է իմացել իհարկե պարոն Նարեկ Կարապետյանը կամ նոր է ջղայնացել այդ թեմայով, որոշել է քաղաքական ուժ ստեղծել եւ այլն եւ այլն եւ այլն։ Քաղաքացիական պայմանագրին նորից են հարցնում, թե հաջորդը որ խմբակցությունը բանն եք ուզում, հանձնաժողովն եք ուզում ունենալ եւ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ հարանման բաների հանձնաժողովն է ընտրում քաղաքացիական պայմանագիրը տեղակալնել է այդ հանձնաժողովի նախագահի տեղակալ լինելու։ Ու Տումիա սա Հայաստան դաշինքին է գալիս։ Մեկ նախագահի տեղ ունի Հայաստան դաշինքը ազգային ժողովի հանձնաժողովների նախագահների խմբում։ Եվ Հայաստան դաշինքը նշում է մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը։ Փորձեք պատկերացնել, հա, Ռոբերտ Քոչարյանի խմբակցությունը, Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ստեղծված քաղաքական միավորման 12 պատգամավորներից բաղկացած խմբակցությունը մարդու իրավունքներ է ուզում պաշտպանել։ Դուք պատկերացրեցիք այդ պաշտպանությունը, զվարճալի է, չէ՞։ Հա։ Ահա այսպես։ Ինչու օրինակի համար քաղաքացիական պայմանագիրը առաջնահերթ չի նշել մարդու իրավունքների խնդիրը։ Ես ուզում եմ, որ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը լինի քաղաքացիական պայմանագրից։ Թվաբանությանը հետո կգամ, ժողովուրդ ջան, դա ինչ ազդեցություն ունի իրավական դաշտում եւ քաղաքական դաշտում։ Հա, այդ երկուսը, ռեպուտացիոնն էլ կարող ենք քննարկել, բայց քաղաքական հերիք է, այդքան էլ քննարկենք։ Ու ստեղ գալիս է ուրեմն մյուս կայֆի տոնածառը, ուրեմն ուժեղ Հայաստանին հարցնում են այն մնացած 3 հանձնաժողովներից ջեկատրում ասում է Եվրոինտեգրում իմացար։ Ուրեմն ուժեղ Հայաստանը, որը պրոկրեմլական ուժեղ գծի ուժեղ կրողն է, ընտրում է Եվրոինտեգրումը։ Չպատկերացրեցիք երևի։ Բացատրեմ, Նեթանյահուին գիտեք, Իսրայելի վարչապետը, դուք պատկերացնում եք, եկուս Նեթանյահուն ամուսնանում է պաղեստինցու հետ, ու սկսում է տավանափոխ է լինում, ասենք թե, Իլհամ Ալիևը խաչակնքում է, Հիտլերը Գեբելսին նշանակում է հայերի ցեղասպանության քննող հանձնաժողովի նախագահ, մոտավորապես պատկերացրեցիք կայֆը, հա? Եվ Նարեկ Կարապետյանը իր ճեպազրույցի մեջ պատմում է տնտեսական հնարավորություններ եւ իհարկե քաղաքասարակություն կառուցելու պահանջներ ունի Եվրամիությունից մարդը։ Ինչու՞ ծեր կառուցած քաղաքասարակությունը ինչով է վատ Նարեկ Կարապետյան։ Այն որ ուժեղ Հայաստան հասարակական կազմակերպություն էիք ստեղծել։ Բանը ինչ է անունը 1000 քանի 100 հոգու ըստ մեղադրանքի փող են ֆռացել ինչ որ մեղադրյալ կա, հա, կալանավորված է։ Չեք կարողանում ստեղծել քաղաքասարակություն, Եվրամիության միջոցով եք ուզում ստեղծել քաղաքասարակություն եւ այլն։ Քաղաքացիական պայմանագիրը բնականաբար ընտրում է աշխատանքի եւ բարեկեցության հանձնաժողովը, իսկ եվրասիական եւ տարածաշրջանային հարցերով եվրասիական ԵԱՏՄ հարցերով հանձնաժողովը ով պիտի կառավարի, դժվար չէ կռահել։ Հա, եթե ուժեղ Հայաստանը ղեկավարելու է Եվրամիության հետ հարաբերությունների հարցերի հանձնաժողովը, բնականաբար ԵԱՏՄ-ի եւ ուրեմն տարածաշրջանային զարգացումների հետ կապված հարցերի հանձնաժողովը պիտի կառավարի քաղաքացիական պայմանագրից ընտրված հանձնաժողովի նախագահը։ Ու այս ամբողջը կատակ չէ, այս ամբողջը անեկդոտ չէ, ժողովուրդ ջան։ Հա, հետո անեկդոտ կդառնա բնականաբար, էլի, բայց առայժմ անեկդոտ չէ, օրվա ընթացքում արդեն փորձում է դառնալ, էլի։
բանը որպես անեկդոտ կլինի ըստ երևույթին կդառնա այսպիսի անեկդոտ սրա հետ կապված էլի լալաներ ենք լսելու մենք որ սահմանադրություններ պահանջում ասենք սահմանադրության մեջ կամ ինչ է անունը կանոնակարգ օրենքներ պահանջում կանոնակարգ օրենքի մեջ գրած է որ ըստ քվեների պիտի հանձնաժողովների նախագահների պաշտոնները բաշխվեին այդպես էլ բաշխվել է ինչ է ուզածը Ամիստեղ հարց ունեմ էլի Եվրաինտեգրման համար իբր թե պայքարող օրենք ընդունած քաղաքացիական պայմանագիրը մինչ այդ մի քանի հնարավորություն ունեցել է հանձնաժողով ընտրելու 1 2 3 4 5 հնարավորություն ունեցել է հանձնաժողով ընտրելու ինչու Եվրաինտեգրումը չի ընտրել Կարող է մտածել է Վալոդի գնոր պատժամիջոցներ կկիրառի, եթե ինքը առաջնահերթ ընտրի եւ դրանով ցույց տա, որ Եվրաինտեգրումը իր իսկական օրակարգում է։ Ոչ թե հերավոր եղավ, չեղավ, փոքր մահերը ժայռի եդևից դուրս կգա, Քրիստոսը կգա, հարցերը ռազմորկականի ամեն ինչ տեղը կտնի, բան, այլ փուրն նկարտում է ցուցադրել, հայտարարել, որ անպայման Ինտեգրումը իր թիրախներից մեկն է։ Վախեցել է պարոն Փաշինյանը, որ Վալոդիկը կզանգի, կասի, ոնց որ թե դուք ելի գնում եք նույն ուղղությամբ, հա, մեզ թվաց թե դուք դարձի եք եկել, հա, բայց դուք շարունակում եք գնալ նույն ուղղությամբ, Եվրաինտեգրման ուղղությամբ, դրա համար ասել է լավ դե, հանձնաժողովի անունը չտանք, հալբատ ուժեղ Հայաստանը թակարդը կգնի, ինքը կասի Եվրահանձնաժողով, Եվրամիության Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովը մեզ տվեք, ես լինեմ, մենք լինենք նախագահը, հա, երևի ուժեղ Հայաստանն էլ մտածել է, որ եթե վերցնում է նախագահի պաշտոնը, կկարողանա հողով, մոխրով, երկաթ բետոնով, տո 5 տագաղով, հրկիզումով, դիակիզումով թաղել պրծնի էլի Եվրաինտեգրման հնարավոր հեռանկարը։ Իհարկե դա տեղի չի ունենա, որտեղ ուժերը չի պատի Նկատի չունեմ, որ քաղաքացիական պայմանագրի դեմ ուժերը չի պատի։ Քաղաքացիական պայմանագրի ատամները լավ հաշվել են, լավ էլ պատում է ուժերը, հարցը այդ չէ։ Ուժերը չի պատի հանրային տրամադրությունների դեմ, չի ստացվի, հա, բայց ինչ որ վնաս տալ ֆակ մեջ անել, ճանճը, ինչ էր անունը, ճաշի մեջ, մատաղի մեջ, գիտեք, չէ, ինչ էր անում, հա, այս ծևի պատմություններ, էլի Այսպիսով քաղաքացիական պայմանագիրը այսօր ակնհայտորեն բոլորիս աչքի առաջ թռավ իր եվրաինտեգրման ուղղությունից։ Լինում է, չէ, որ տրամպլինից են տահուկորդները թռնում են ու բոլորովին ուրիշ տեղ են վայրեջք կատարում, քան թե դա պլանավորած էր, տարիներ շարունակ մշակած էր, մարզված էր, էսերեն էր։ Տարի ու կես առաջ ընդունում է օրենք ազգային ժողովը, ճարը կտրած կրակն ընկած ինչի է ընդունում, որովհետև քաղաքացիական նախաձեռնությունը բավարար ստորագրություն է հավաքել, եթե այդ օրենքը չընդուներ քաղաքացիական պայմանագիրը, Հայաստանի Եվրամիությանը անդամակցելու մեկնարկի մասին օրենքը եթե չընդուներ, խաղքու խայտարակ էր լինելու հանրության մեջ։ Այն քաղաքական ուժերը ինչ որ չափով շահարկելու էին, դիվիդենդ էին շահելու, մի քանի տոկոս ավել էին ստանալու Պարսավելու էին, քննադատելու էին, դատապարտելու էին, ասեին, տեսեք ժողովուրդ, այս քաղաքացիական պայմանագիրը դեմ է ձեր ստորագրություններով օրենք ընդունել եւ իր խելքի կյորա որոշել է վեննա մտնել, այսպես ասած, զարկերակ մտնել, ահա, եւ անպայման այդ օրենքը ընդունել։ Օրենքը ընդունում ես, գալիս է այն պահը, որ դուք պետք է Եվրաինտեգրման հանձնաժողովը մարդավարի աշխատեցնեք, այդ պահին թռնում եք դրա վրայից, իբր չեք տեսել։ Չգիտեք, որ նման հանձնաժողով կա։ Դուք պետք է լավ հիշեիք, որ նման հանձնաժողով կա այս Ռուսաստանից եկած պատժամիջոցների ֆոնին։ Այն ֆոնին, որ ասում եք այլընտրանքային միջոցներ ենք որոնում, կոնե տնտեսական կամ ֆինանսատնտեսական մասով։ Չէ, այդ պահին չտեսնելու եք տալիս են ծույլի գաշագերտի պես էլի, որ տասատուն բան է հարցնում, այն լավ չիմացողը, բան է անում, գլուխ կողում է թղթերի մեջ, իբր թե շատ զբաղված է, չգիտեմ ինչ, հալբատ ինչ որ մեկի վրա կուժուկուլանք կոտրվի, էլի։ Ուժեղ Հայաստանն էլ ընկել է թակարդ, այսպես ասած։ Հիմա կանք քվեների հաշվարկին։ Այդ դեպքում որն է առաջնահերթությունը ԵՄ-ն, թե երկաթուղային գծերի վերահսկողությունը առանց մեծ դժվարությունների ստանձնելը։ Այսինքն, եթե հարգելի Նիկոլա Մելիքյան, եթե Եվրամիությունը ստանձներ ներողություն քաղաքացիական պայմանագիրը ստանձներ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնը, դրանից կխոչընդոտվեր
բանը, հա, այս երկաթուղու հարցը լուծելը, հա, լուրջ։ Հա, կամ հիմա որ չի ստանձնել, այդ հարցը արդեն луծվել է։ Եվ ստեղ ինձ բան են խորհուրդ են տալիս, уважаемый, существует дипломатия гибкость не так ли? Конечно, существует. Այդ մոտեցման դեպքում ինչ է անունը քաղաքացիական պայմանագիրը չպիտի ասեր, որ խորհրդարանի ընդդիմությունը ընտրակաշարքով է հայտնվել խորհրդարանում, որպեսզի հակասականության մեջ չհայտնվեր։ Դու ո՞նց ես հանցագործին ընտրում որպես խորհրդարանի փոխնախագահ։ Դիվանագիտական ճկունությունը, որը դուք ստեղ մեջ բերում եք, պիտի հուշեր դիվանագիտորեն ճկուն լինել, կներեք կրկնաբանության համար։ Պարզ է, չէ, կարիք չկա, չէ, բացելու։ Այսինքն, եթե դուք գնում եք ինչ-որ միտեղ մատաղուտելու ինչ-որ մարդու հետ, հա, գիտեք, որ այդ մարդուն քրֆել եք, շատ կեշ քրֆել եք, բերնիկալազն ասել եք, էլի, հա, կամ դուք պետք է գնաք մինչև սեղանի շուրջ նստելը ներողություն խնդրեք, կամ չպետք է գնաք այդտեղ։ Ճիշտ եմ ասում, դիվանագիտական եք ասում, ինչ եք ասում։ Կամ եթե գիտեք, որ դա բան է, շատ մոդիկ մարդ է, էլի, հա, դու այդ մարդուն չես քրֆում, հեչեթ է քրֆելու արժանի չէ։ Այդ դիվանագիտություն է կոչվում, անձնական հարաբերություններում կարող է լինել խռով 10, 20, 30, 400 տարի, ընտանիքների թշնամություն եւ այլն եւ այլն։ Այնպես որ այն պահին, երբ խոսեք դիվանագիտական ճկունության մասին, նաեւ հիշեք իմ ասածները, էլի, հա։ Արդեն սկսել են իրար հորթով դիմել, հա։ Այդ հորթերը լսեցինք անցած անգամ, լավ էլ աշխատելու են։ Այո, իրար հետ ճան ասելու, ճան լսելու են, համատեղ ճանքերով խորտակելու են հնարավոր առաջընթացը։ Հիմա կան քվեներին։ Իհարկե ինձ հարցնում են ու դժվար չէ հասկանալ, որ հանձնաժողովներում, բոլոր հանձնաժողովներում մեծամասնությունը լինելու են քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները, որովհետև ասացի, ազգային ժողովի պատգամավորները համամասնորեն, համաչափորեն տեղաբաշխված են լինելու հանձնաժողովներում, չի լինելու հանձնաժողով, որտեղ լինեն, ասենք, մեծամասնությունը ընդդիմության երկու խմբակցություններից եւ փոքրամասնությունը լինի քաղաքացիական պայմանագրից։ Սա նշանակում է, որ հանձնաժողովի նախագահը ինչ էլ վարի, ինչպես էլ վարի, ձայն տա, ձայն չտա, վարման կարգով ձայն տա, ղժա, փոռա, չգիտեմ ինչ անի, քվեարկելու, այսինքն բուն որոշում կայացնելու դրվագներում քաղաքացիական պայմանագրի ուզելով է լինելու կամ ուշադրություն դարձրեք քաղաքացիական պայմանագրի եւ մյուս հանձնաժողովականների միասնական համաձայնությամբ է լինելու կոնսենսուսով կամ կոնսենսուս -1, 2 եւ այլն։ Կարող է այդպես լինել։ Իհարկե, բոլոր օրենքների հարցում չի լինելու կոնֆլիկտ, որ միշտ քաղաքացիական պայմանագիրը մի ձև քվեարկի, մյուսները հակառակ քվեարկեն։ Հասկանալի է, չէ՞։ Հա, այսինքն այդ որոշում կայացնելու իմաստով քաղաքացիական պայմանագիրը որոշիչ դերակատարություն ունի եւ ունենալու է։ Բնական է սա։ Այդպես է լինելու, հարգելի հայրենակիցներ։ Քաղաքական մասը հանձնաժողովների նախագահների դեմքով է ներկայանալու հանձնաժողովը ներսում տեսպաններ, միջազգային կազմակերպություններ, Հայաստան այցելող տարբեր պատվիրակությունների հետ հանդիպումների ժամանակ։ Սրանք բոլորը կարևոր որն է, անկարևոր հանձնաժողով չկա։ Ճիշտ է, իհարկե պարոն Եղոյանի կառավարած Եվրաինտեգրման հանձնաժողովը ահագին մոտ է անցած գումարման անկարևորի տիտղոս նվաճելու համար, այս մասին ես խոսել եմ իհարկե, դրվատելով պարոն Եղոյանի ելույթները այս անցած շաբաթվա ընթացքում, նաև քննադատելով, որ Եվրաինտեգրման հարցով պարոն Եղոյանը գրեթե ոչինչ չի արել։ Հա, եւ ասում են, որ ընդամենը մեկ նիստ, մեկ որոշում է եղել, հա, եթե իսկապես դա այդպես է, բանը շատ ամոթալի է, ես չեմ նայել ճիշտ ասած, բայց պատգամավորներից մի քանիսը խոսում էին այդ մասին։ Հա, հեղինակության քաղաքականությունը ուղիղ հեղինակության հետ կապ ունի բնականաբար ու հազար ու մի պաշտոնական հանդիպումներ, այցելություններ այստեղ եւ այլուր այս հանձնաժողովների նախագահները, տեղակալները, то չգիտեմ, անդամները հազար ու մի պատվիրակություն միջխորհրդարանական բարեկամական ինչ-որ խմբեր կան, չգիտեմ ինչեր կան, դա էլ իր հերթին գնալու են դրսերում հանդիպեն տարբեր հնարավոր երկրների հետ, իսկ այդ հնարավոր երկրների մեջ սաստիկ փոքրամասնություն են Վալոդիգը եւ իր հարազատ Հյուսիսային Կորեան եւ Բելարուսը։ Մեծամասնություն են լինելու թումի ասա եվրոպական Եվրամիության երկրները։ Ու հիմա այս հանձնաժողովների նախագահները տարածքային կառավարում շրջակա միջավայր եւ այլն եւ այլն։ Եվրոպայի խորհրդի տարածքային տեղական ինքնակառավարման խարտիա
Եվրամիության հետ տեղական ինքնակառավարումը Հայաստանում բարելավել Եվրամիության ստանդարտներով, դե արի ես հանձնաժողովի ժողովրդին նախորդնել, ասենք, չէր ելել թափել, էլի ԿՊ-ից էր պարոն Ղալումյանը, ինչպես գիտեք, հա։ Դե արի ես մարդկանց 0-ից սկսի տեղական ինքնակառավարում բացատրել, գնան ընդեղից իմանան, ուժեղ Հայաստանի ուշադրություն դարձրեք։ Այս հանձնաժողովի նախագահը, ասենք թե Նարեկ Կարապետյանը, ենթադրենք, գնա Եվրամիությունից, ասի ձեր տեղական ինքնակառավարման լավագույն փորձը տվեք, այս բանն եմ անում, նոմինալ սցենար եմ նկարագրում։ Ինչ եք կարծում, այդ փորձն է բերելու Հայաստան, թե գնալու է Ռուսաստանից տեղական ինքնակառավարման ռուսական փորձը բերելու Հայաստան։ Հասկանում եք, հոգին ուր է ցկում այս մարդկանց։ Հա։ Եվ բանը, Եվրաինտեգրում։ Այս մարդիկ հանդիպելու են շատ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մեկուսի զրույցներ են լինելու, խմբային զրույցներ են լինելու, լուրջ դեմքով տեսակետներ են պնդելու, զորելու, գնահատականներ են տալու։ Այսօր արդեն ասաց, որ Եվրաինտեգրման հանձնաժողովը իրենց պետք է որ Եվրոպայից բանը քաղաքասարակության, մարդու իրավունքների պաշտպանություն, Եվրադատարան եւ այլն, մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ այլն եւ այլն։ Ահա սա է նաեւ այդ դիսոնանս ասելը շատ քիչ է, էլի, խայտարակություն է, էլի։ Մոտավորապես այս էլ երկրորդ խայտարակությունը, երրորդը արդեն ասացի, կարող ենք էլ չծավալվել, Զարուհի Պատոյանի ականջները զնգում են, մոտակա 2-3 շաբաթ անընդհատ զնգրտալու են ու անընդհատ երևալու են այդ կադրերը, հեռախոսների միջից ջնջելու են բոլոր խաղերը, կարող է պատահի Ռոջիկը Զարուհի Պատոյանին վճարեն խաղերով, հեռախոսային խաղերով։ Վարկեր էին կտրանով փագի հիպոթեկա, ապառիկը, մյուսը վճարումները, տաքսի, մաքսի եւ այլն այդ ամբողջը անի խաղերով, նոր խաղերով։ Ազգային ժողովը իր Ռոջիկի փոխարեն խաղեր տա, տարբեր խաղեր տա, խաղասենյակ ազգային ժողովում։ Ինչու չարժե ազգային ժողովում ունենալ խաղասենյակ, այն հյուրանոցները, բաները, որ կնում եք, տեսնում եք, որ կան խաղասենյակներ երեխաների համար։ Ծնողները երեխեքին այնտեղ բրախում են, որպեսզի դայակը հետները խաղա, մինչև իրենք զբաղվում են հանրօգուտ աշխատանքով, լողավազանում կամ ննջասենյակում, հա, եւ խաղասենյակ, մոգոնեղ խաղասենյակ, մարդը ելնի գնա, այնտեղ տեսախցիկների հնարավորություն չլինի, ինչ կլինի, որ ԿՊ-ի պաշտպաններ ոնց եք, լայքել եք հաղորդումը, ստե զզվել եք, դիսլայք եք արել, ում դուրը չի գալիս, բարեհաջող կերպով ելնում, քնում է, միանում է միայն ԿՊ-ական ալիքներին եւ բանը, ինչ անում, այս պատգամավորների YouTube-յան, չգիտեմ, ունեն, չունեն, Facebook-յան ալիքներին հետևեք, օգտակար կլինի, էլի, հետո ժամանակ կանցնի, կհիշեք կամ չեք հիշի, կասեք, այ մարդիկ ոնց էինք պաշտպանում անվերապահորեն այս քաջերին, հա, անցնենք առաջ, մենք Տիկին Պաթոյանին այսօր հիշել ենք պարբերաբար, հա, հարց է տալիս Վիլեն Կապրելյանին, հանձնաժողովի նախագահի տեխնացուին, այդ նախագահի տեխնացուներին 12 հոգի էլի, հա, հարց ու պատասխաններ են լինելու, ունեք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու, խաղերի արանքում Տիկին Պաթոյանը ժամանակ է գտել այս սդից հարցով զբաղվելու, Տիկին Պաթոյան, ձեզ պետք է ասենք, ինչ եք անում, էլի, այս հարցը կարևոր է, հələ համեմատեք, էլի, ձեր խաղերի հետ, համեմատեք, թե բանակում սպանվում են, ինչ են լինում, մահեր են լինում, ինչի եք այս հարցը տալիս Վիլեն Կապրելյանին, կներեք, չեմ դիմանում ուղղակի, էլի, բարդ է, Արարատի մարզի Տաշտավան գյուղում, հա, այս հրաշքներից է, այս մի լուրը հանել եմ, մեքենան արագ վարելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկրտուքի, մասնակիցները միմյանց հարվածել են քարերով, մահակներով, կրփազենքով, կաստետ, մատները, որ հագնում են հնդկական կինոների մեջ տեսած կլինեք, մեկ տասնյակից ավելի անձ է ձերբակալվել, գիշերը 00-ում բաժանած 40-ին է եղել դա, հա, 0-ն ոչ միտեղ չի բաժանվում, ինչպես գիտեք, հա, անցած գիշեր, փաստորեն, նախանցած, հա, գիշեր
մի խոսքով զանգել են ոստիկանություն, եկել են բռնել են, հավաքել են, տարել են 10 հոգի մարդ, որն է սրա հրաշքը, ժողովուրդ ջան, ինչպես ենք հասել 21-րդ դար, հրաշք որ ասում եմ, այս հաղորդումների մեջ տայի նկատի ունեմ, էլի, ոնց ենք հասել 20-րդ դար, եթե ընդդիմությանը կաշառքով ընտրված համարող իշխանությունը ընտրում է խորհրդարանի նախագահ այդ կաշառքով ընտրվածներից մեկին եւ այլն, ինչպես ենք հասել 21-րդ դար, երբ գիշերը մեքենան արագ վարելու հարցի շուրջ վերածում են այնպիսի վեճի, այնպիսի կռվի, հա, գյուղում, ժողովուրդ, քաղաք չէ, էլ ինչ որ վայրենիներ չեն, էլի, որոնք իրար չեն ճանաչում, գյուղում բոլորը իրար ճանաչում։ Գիշերը ժամը 12:40 գյուղում բոլորը իրար ճանաչում են։ Այդտեղ կարող է ցերեկը քաղաքից տուրիստ է գազ լինի, հա, կարող է չճանաչեն այդ տուրիստները, բայց գիշերը ճանաչում են, որոշել են բանը ինչքան հին մեռել կա, հանել գցել են իրար վրա, կռիվ հալմաղալ, կաստետ են ճարել այդտեղ։ Պատկերացնում եք, ջեբերը տրած է, էլի տղեկի, մալադեց։ Թշնամի պետք է այս ժողովրդին, ասացեք, խնդրեմ, ժողովուրդ։ Այսպիսի խորհրդարանին թշնամի պետք է, կարիք չկա ունենալ այդպիսի խորհրդարան։ Կա կոնսենսուս ԿՊ-ի եւ ուժեղ Հայաստանի միջև իրար հետ յոլա գնալ, մինչեւ ինչ որ մի չափու սահման, էլի։ Հա, կարող է կա, բայց հենց առիթը բան եղավ, հարմարվեց, կարող է խփի, էլի, աչքի տակ, էլի, հա, մոտավորապես այդ պատմությունից է, էլի, հա, մի դաժան անեկդոտ կա, պատմեմ սրա հետ կապված, ռուս մայր եւ աղջիկ երկու հոգու հետ Կովկասյան արտաքինով լավ երկու հայի հետ գնացքի մեջ այնպես է ստացվել որ նույն կուպեում գնում են հա ճամփա են գնում են մեկ էլ թունել է մտնում գնացքը մութ է մինչև լույսերը կվառեն շատ ուժեղ չափալախի ձեն է գալիս Շատ ուժեղ չափալախից են գալիս, թունելից դուրս է գալիս, այդ գնացքը բոլորն իրար երես են նայում, մեր աղջիկը իրար գիտեն, այն երկուսը իրար չգիտեն բան, հա, ու մտածում են, էլի, չեն ուզում հարցնել, հասկանալ ինչ տեղի ունեցավ բան, մեր մտքերի մեջ ընկած ասում է, այ մարդ ասում է, աղջիկս երևի արդեն հասունացել է, մեծ աղջիկ է դարձել, ամուսնացնելու ժամանակ է, երևի էս սերիկաներից մեկը ձեռք գցեց Աղջիկս էլ չափալախել է երևի, լավ է արել, հա, աղջիկը մտածում է, ասում է, մերս ճիշտ է տարիքով է, բայց ոնց որ թե տեսքը տեղն է, հա, մտության մեջ այս սրիկաներից մեկը երևի ձեռ է գցել, հա, մերս էլ չափալախել է, շատ լավ է արել, այն մի տղամարդը մտածում է, ասում է, մարդ սենց էլ կրա գնել կեղնի էլի, ասում է, այս ապուշը երևի ձեռ է գցել, մորը կամ աղջկան, նրանք էլ բանը իրան չափալախելու տեղը ինձ են չափալախել այս չորրորդն էլ ասում է տեսնես երբ պիտի մի հատ էլ թունել մտնենք մի հատ էլ սրան չափալախեմ մոտարապես այս կինոն է էլի ուժեղ Հայաստանի հետ ինչ կոմպրոմիս կա այդտեղ չգիտեմ ինչ կա ընկերություն գործընկերություն զրոյական կետ պարոն Ռուբինյան այդ ջրեցիք արդեն հա անդրակաշարքը զրոյական կետից եք խոսում հա լավ եք հա ասել են լավ յոլա գնանք բերեք լավ հաշտվենք բաման մինչև գնացքը թունել մտնի Տրիգերը կա Մոսկվայից խթանիչը կա մինչև հենց թունել մտնի նոր չափալախեն այդ ժամանակ ասեք այ մարդ տեսում հետ էինք գործ բռնել թե մեկը մտածում եք մյուսին եք գցում մյուսը մտածում եք մյուսին եք գցում որոշել եք այդ լավությունը անել